Գյուղական բնակավայրերի դպրոցականներին ներգրավել բնապահպանական մոնիթորինգի և հետազոտությունների ոլորտներում, զարգացնել նրանց գիտական և գործնական հմտությունները կենսաբանություն և քիմիա առարկաներից։ Կարմիր գյուղի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն արդեն ունեն այս հնարավորությունը։ Չեխիայի Հանրապետության զարգացման աջակցության ծրագրի համաֆինանսավորմամբ շրջակա միջավայր և առողջություն հասարակական կազմակերպությունը դպրոցում էկոլաբ է հիմնադրել։ Ինչու էկոլաբ, որովհետև լաբորատորիան համալրվել է հատուկ բնապահպանական թեկվածություն ունեցող սարքավորումներով, դաշտային նաև ուսումնասիրության սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան աշակերտներին ուսումնասիրել, հետազոտել օդի, հողի, ջրի աղտոտվածությունը, նաև սննդամթերքի որակը։ Քիմիան և կենսաբանությունը մեզ համար ավելի հետաքրքիր դարձան, քանի որ մենք դասընթացների ժամանակ կատարել ենք մի շարք հետազոտություններ։ Աշակերտները կատարում են հողի և ջրի վերլուծություն, որոշում են իրենց սեփական հողամասերում աճեցվող և խանութից գնված պտուղներում տարբեր պարարտանյութերի թույլատրելի նորմերն ու դրանց խախտումները։ Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին զարմացրել է հատկապես աղջիկների հետաքրքրվածությունը բնագիտությամբ։ Ես արդեն հասկացել եմ, որ այստեղ ուսուցիչներն ու աշակերտները փորձում են մի բան անել, եւ դա շատ տպավորիչ է։ Ինչ վերաբերվում է լաբորատորիային, այն մի փոքրիկ աջակցություն է, որը Չեխիան կարողացավ ցուցաբերել, որպեսզի այս փոքրիկ գյուղական դպրոցի աշակերտները հնարավորություն ունենան սովորելու։ Ես տեսնում եմ, որ այսպիսի փոքր բնակավայրերի աշակերտները մոտիվացված են, լի են էներգիայով։ Այստեղ տեսնում եք, աղջիկներն են հետաքրքրված քիմիայով, եւ մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվել քիմիայով։ Շատ կարևոր է, որպեսզի երեխան իր գիտելիքը կարողանա վերածել հմտության, կարողանա իրականացնել կյանքի մոտիկ գտնվող գործնական աշխատանքներ։ Էկոլաբի բացումը տրամաբանական շարունակությունն է շրջակա միջավայր և առողջություն հասարակական կազմակերպության կողմից Չեխիայի Հանրապետության աջակցությամբ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում իրականացված կանաչ գոտիներ ծրագրի։ Եթե մենք կարողանանք երեխաներին հասցնել էկո դաստիարակությունը ինչ է, մենք ունենանք բավականին լավ հասարակություն։ Դպրոցական լաբորատորիան վերանորոգվել և կահավորվել է պետական միջոցներով, իսկ լաբորատոր պահարանները, քիմիական նյութերը, սարքավորումները և շրջակա միջավայրի մոնիթորինգի կրթական սարքերը ձեռք են բերվել Չեխիայի Հանրապետության ֆինանսական աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ Գեղարքունիքի մարզում ավելի քան 20 դպրոցական լաբորատորիա է վերանորոգվել և կահավորվել պետական միջոցներով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։